Բարի երեկո, ուրախ եմ ձեզ ողջունելու Հարեկացի արվեստի միության հյուրընկալ դահլիճում։ Այսօր տեղի կունենա Սպիտակ անորջներ խորագրով միջոցառումը և Աննա Հովհաննիսյանի երաժշտական հոլովակի առաջի ցուցադրությունը։ Մաղթում ենք բոլորին հաճելի երեկո։ Հրավիրում ենք Աննա Հովհաննիսյանին այստեղ։ Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ, որ այսօր միասին ենք, հավաքվել ենք մեր ջերմ Հարեկացի արվեստի միության ջերմ տանիքի տակ և ուրախ եմ, որ մեկ տարի անց նորից մենք այստեղ ենք արդեն մեր փոքրիկների հետաքրքիր զգացողությամբ և գույներով լցված մի փոքր միջոցառում միասին ունկնդրելու։ Նախ ուզում եմ փոքր ասել ինչու Սպիտակ անորջներ, քանի որ երգը օրացային, այսինքն նոր պատգամը, այդ ամենայն մաքուր խոսքն է, հղումն է, իր փոքր բալիկին, մաքուր մարդուկին, որը նոր կյանք է մտնում, անորջներ, այսինքն այն ամենալավ, բարի, մաքուր երազանքները, որ լսում ենք մեր սրտում, անկախ տարիքից, ուզում եմ, որ հավատանք, որ դրանք իրականանալու են մի օր այսօր, վաղը կամ վաղը չեմ մյուս օրեն։ Ձեզ հետ համերգային ծրագրով կլինեն իմ նուբարի փոքրերը, իմ Դանելյան բենդի փոքրերը, Դանելյան արվեստի դպրոցի փոքրերը, իմ արդեն ավագ սերունդը, իմ ընկերները, իմ հարազատ բարեկամները, ում հետ ես անցել եմ ճանապարհ և դեռ անցնելու եմ ճանապարհ։ Եվ ուզում եմ ձեր ծափահարությունների ներքո ջերմ սիրով հրավիրել Մհերին, ով իրականում ինքն է այսօրվա երեկոյի գաղափարի հեղինակը։ Բարի երեկո սիրելիներս։ Գրեթե մեկ ամիս առաջ էր, ես և Աննան քայլում էինք արևոտ, դեռևս կիզիչ արևի տակ, մայթով ու հարց տվեցի. Աննա ջան, ինչպես ենք կազմակերպելու շնորհանդեսը տեսահոլովակի, ու կամաց, գաղափարից գաղափար ծնվեց այս հրաշալի երեկոն։ Եվ ես համոզված եմ, որ այս երեկոն դեռ շատ երկար կմնա բոլորիս հիշողությունների մեջ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Մենք այս երեկոն կոչել ենք Աննան և իր ընտանիքը։ Այո, դուք այսօր ընտանիք եք, մենք այսօր ընտանիք ենք և ընտանիքով հավաքվել ենք, որպեսզի ևս մեկ անգամ ողջունենք մեկս մյուսի և ողջունենք մեր սիրելի Աննա Հովհաննիսյանին։ Չհրաշայելով ձեր համբերությունը, մեծ սիրով ուզում եմ ներկայացնել Նուբար ազգագրական երգի պարի համույթի փոքրիկներին գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյան և Հայկանուշ Դանելյանի անվան արվեստի դպրոցի շնորհաշատ սաներին։ Դիմավորենք։
Եվս մեկ անգամ ավելի բարձր, ավելի ջերմ ծափերով։ Ասում են, որ ելույթից հետո արտիստին մնում է երկու բան՝ իր թաց շապիկը և ձեր ծափերը։ Սիրելի ընտանիք, դուք տվեք այսուհետ ես այդպես կոչեմ բոլորիդ։ Սիրելի ընտանիք, ամեն մի ընտանիք ունի իր գլուխը։ Եվ ես սիրով ուզում եմ ներկայացնել այս պահին մեր սիրելի Աննայի ծնողներին։ Վաչագան Հովհաննիսյան և Կարինե Թումանյան։ Շնորհակալություն մեր ազգին այսպիսի հրաշք դուստր պարգևելու համար։ Շնորհակալություն։ Ուզում եմ նաև մեր սիրով ներկայացնել մեր սիրելի հյուրին, ամերիկահայ բանաստեղծ, կոմիտասագետ Արմեն Փաշայան։ Շնորհակալություն, որ միացնենք։ Կգաս մոտ ինձ մոտ։ Ծնողներին ներկայացրեցինք, դու ծնվեցիր, ինչ լավավոր ծնվել ես։ Այ բոլորը կփաստեն։ Եվ ու մեկ էլ հանկարծ Աննան որոշեց, որ իր կյանքը պետք է կապի արվեստի և մշակույթի հետ։ Էդ ոնց եղավ։ Ասեմ, որ այդ ծիրքը սերը ինձ փոխանցել առաջի երկու մայրիկիցս։ Օժիտից վերած, դաշտավորով։ Գերներով, հեռավոր անցյալից, Մասիսից եկող, Կարսից, Մուշից, կան չի իրենը ասեց, դա շատ վաղուց էր տարիներ առաջ, երբ մայրիկս ձեռքս բռնած ինձ ուղեկցեց Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, Դաշնամուրի դասարան, որտեղ նախկինում և ինքն էր սովորել և ուզեց, որպեսզի նման կրթություն ճանապարհով իր դուստրը ես նույնպես անցնեմ, բայց գիտեմ ի ուրախություն, թե ի տխրությունից ես բազմաթիվ ուսուցիչներ էի փոխում Դաշնամուրի։ Հիասթափվեցի ու մի օր որոշեցի, որ այդ չեմ ուզում գնամ Դաշնամուրի։ Այդ ժամանակահատվածում զուգահեռ եղբորս միջնակ աղջիկը հաճախում էր գեղագիտական ազգային կենտրոնում Խանոմի դասարան, որի միջակայքով մեզ տանն ավելի մոտ է գտնվում, քան Տիգրանյանը։ Տիգրանյանը անցնելու համար 15 րոպե երկար ձիգ ճանապարհ էի անցնում ու էլի մայրիկի թեթև ձեռքով, մայրիկի ընտրությամբ ես ընտրեցի սրինգը ու սկսվեց ամեն ինչ էսպես։ Սկսվեց սրինգով, դե լսենք։ Քանի որ ամբողջանս ուշերը շատ մեծ կապ ունեն անցածի հետ։ Ես վերապի հացակին օրոցային, քանի որ թեմա օրոցն է, մայրկեմաչ պարգան կուզենամ Արցախյան մի փոքրիկ նմաշ օրոցային կատարել ձեզ համար, ինձ հետ կլինի իմ արդեն երկար տարիների լավ ընկեր, բեմի ընկեր, լավ ընկեր Միքայել Ղուլյան, ծնունդով Արցախի։ Աննա Հովհաննիսյան և Միքայել Ղուլյան, Արցախի օրոր։
Իդեմ, հիմա որեք, մեր սիրելի Աննայի սաներն են, Հայկանուր Դանիլյանի անվան արվեստի դպրոցի սաները։ Աննա ջան, ասում ես ընտրեցի սրինգը, ում ես համարում քո առաջին կամ միակ ուսուցիչը։ Այդ ինքան բարդ է, որովհետև այն ժամանակ, երբ որ սկսեցի ուսումնասիրել սրինգ, չկար ինտերնետ, չկար այսքան բազում ինֆորմացիոն դար, ու չկար վարպետ, որին ես կարող էի լսել, գոնե սրինգի ձայնը իմանա ինչպես է հնչում։ Երբ որ ընդունվեցի երաժշտական դպրոց, այնտեղ ինքը զուգահեռ սովորում էր նաև մի ուրիշ աղջիկ սրնգահար, մայրիկս իրեն էր լսել, ու մենք առաջինը իրեն էինք լսում, Հասմիկը։ Հետո ես ծանոթացա իմ առաջի մեծ երաժշտության ուսուցչի, ես իրան երաժշտության ուսուցիչ կասեմ Նորայր Ժամալյանին, որը առաջի 15 թվականից հետո առաջի բլուդահարն է եղել, հանրահայտ Զորի Միրոպեի մեջ հնչում է իր սրինգը ներկայում կա, վարպետի մոտ, Տաթուկ ամբիոնում կա։ Ու հետքան հետաքրքիր էր ժամանակ, ես հենց սրինգի ձայն էի լսում, ամեն ինչ մոռանում էի, ամեն ինչ թողնում էի, ուղղակի լսում էի։ Իմ համար կապ չուներ, ով է, ազգություն է, հետաքրքիր էր, ինչպես են նվագում, ովքեր են նվագում։ Այսինքն ինձ համար դարձան դպրոց բոլոր երաժիշտ կատարողները, ում ես առաջի հերթին լսեցի, հետո առիթ ունեցա ծանոթանալ, Ավագ Մարգարյան, Նորայր Քարտաշյան, Լևոն Թևանյան, ես բոլորին համարում եմ իմ ուսուցիչները, ու մեր սրինգի, հայկական սրինգի դպրոցի մեծագույն ուսուցիչ Նորայր Քարտաշյանին, որը կրթել և մինչև հիմա շարունակում է կրթել մեծագույն սերունդներ, Աստված բոլորին առողջություն և երկարատև կյանք տա։ Եվս մեկ կատարում, լսենք։ Հաջորդ կատարումը կլինի Իմն ու բարի հետ, արդեն շարունակում ենք արցախյան թեման, բայց արդեն մուտք են գործում դեպի մեր այսօրվա ցուցահանդեսի անմիջապես մոտ թեման, գորգագործի օրոր, թելմանելու օր, ճախրակի երգ և կալի երգ։ Ընտրեմ համեցեք նվար, գեղարվեստական ղեկավար, իմ շատ սիրելի մեծ ուսուցիչներից Լուսինե Նազարյան։ Նախ այսօրվա ընտրված ծրագրի համար, որովհետև սա լրիվ Աննայի պատվերն է եղել, մի քիչ հապճեպ է ստացվել մեզ մոտ, թեպետ 2 տարի առաջ մենք սկսեցինք Արցախի ծրագրի վրա աշխատել, բավականին մեծ աշխատանք թափեցինք, աշխատեցինք ծրագիրը գրեթե պատրաստել էինք, բայց այդպես էլ առիթ չեղավ, չկարողացանք կազմակերպել համերգ, որպեսզի ներկայացնենք այդ ամբողջ ծրագիրը։ Հիմա այսպես մասամբ վերականգնած մի փոքրիկ հատվածը դրա կներկայացնենք, բայց ուզում եմ մի քանի բան ասել Աննայի մասին։ Նախ բոլորիս անունից ուզում եմ շնորհավորել իր հերթական խիզախումը, իր հերթական ուժեղ քայլի համար, որովհետև Աննայի նման պրպտող, Աննայի նման աշխատասեր, համառ, ուժեղ մարդիկ, եթե մեր մշակույթի դաշտում շատ լինեն, մենք հաստատ շահող ենք։ Այնպես որ Աննային մաղթում ենք շարունակել իր սկսած գործը, միշտ մեր շարքերից անպակաս, որտեղ մենք իրեն քիչ է ասել, թե շատ ենք սիրում։ Ինքը մեր սյունը, մեր միակ և անկրկնելի, մեր ամենա Աննան։
կամնը թազակ հարալım Գալին խոտը հարալım կամնը թազակ հարալım Ամին մի կախորդ նայլան սոր շիլակավ տարալım Եկ դրվզեն ալքսի կալին տեբը կալքսի Եկ դրվզեն ալքսի կալին տեբը կալքսի Խուխես վաղտնա, նալը խուխես վաղտնա, գալը խուխես վաղտնա, նալը խուխես վաղտնա, դեմիրի կացայ կնե, և հրշն է վաղտնա, հաշան ամին կալքսի, տոնը մեկադան կսի, հաշան ամին կալքսի, տոնը մեկադան կսի, Դամին կեսը կուխենա, կեսը խարջին սուխենա Դամին կեսը կուխենա, կեսը խարջին սուխենա Հագեն թևերը պեն մնա, էներ ներքեց կուխենա Մեր հայր էսա հստար է, վերջը բարի կտար է Մեր հայր էսա հստար է, վերջը բարի կտար է Մեր հայր էսա հստար է, վերջը բարի կտար է Մեր հայր էսա հստար է, վերջը բարի կտար է Կեցեք, եվս մեկ անգամ, մեր ճեր ծապերը, նուբար ազգագրական երկի պարի ամուր, և արվեստական ղեկավար Լուսնե Նազարյան։ Եվս երկու բար ասեմ նոր գնամ, ճիշտն ասած ինչով էր պայմանավորված հենց այս երկերի ընտրությունը, նախ հոլովակում ընտրված այս հրաշք երևույթների առկայություններ և Աննայի խնդրանքներ, եկեք լրիվ Արցախ, էլի, բայց պիտի ասեմ, որ ինչպես որ Աննան, մենք բոլորս Արցախ դժվար ենք ասում։ Սիրելի ընտանիք, Աննան բացի հրաշալի երաժիշտ լինելուց, նաև հմուտ մանկավարժ է։ Եվ այժմ զբաղվում եմ մանկավարժական ակտիվ գործունեությամբ։ Մխիթար Սևաստացի կրթահամանիչ, Հայկանուշ Դանիլյանի անվան արվեստի դպրոց, Արնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ։ Ահա այն վայրերը, որտեղ դասավանդել կամ դասավանդում է Աննան։ Արցախ հայրենասիրություն, հայոց բանակ ուզում եմ բեմ հրապիրել իմ արծիվներին Արամ, Ալեքս, Հակոբ և իրենց նվագակցում է Բալոջյան, ընտրեմ տղաներ իրենք ձեր համար կկատարեն Սասնա շորով մշակում մեր վարպետ Նորայր Քարտաշյանի մեղեդին առաջինը մեզ է հասել Սասուն ավանդական երկու պարի ամութի միջոցով հենց վարպետի կատարումով առաջի գրառումը արվել է Մասիսի ձայն կողմ
Աննա ջան, սիրելիս, շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն, որ կարողանում ես քո հմտությունները փոխանցել աճող սերնդին։ Եվ սրանգահարների դպրոցը հանձինս քո մանկավարժների եւ հանձինս քեզ դեր շատ կապրի մեր երկիր դրախտավայրում։ Մահերջան ողջույնությամբ ուզում եմ ներկայացնել իմ հաջորդ մանկավարժական տուն օջախը, կարող եմ անվանել տուն օջախ, որովհետև այնտեղ արդեն աշխատում եմ 10 տարուց ավել եւ այնտեղ 2021 թվականի հունվարին կայացավ մի փոքր նախագծի հիմք Դանելյան Ֆորտ Բենդ, որը բաղկացած էր ուսուցիչներից եւ աշակերտներից, նպատակը ուսուցիչներին հենց իրենց նվագով ուսուցանելու, իրենց օրինակով աշակերտներին կրթելու իմաստն էր։ Խնդրեմ վեմ հրավիրենք իմ ընկերներին Մարինե Մաղաքյան, միասին սկսել, իմ հաջորդ սանը Եվա Մայրյան, նրա քույրը Արթել Մայրյան և մեր արդեն հաջորդ սերունդը Կամո Աղաջանյան։ Այսօրվա թեմատիկ հաջորդ երկը Կոմիտասյան խիոն կանեն մեր գույնով։ Շնորհակալություն։ Կերցեք, այ քեզ բենդ, ինչ գեղեցիկ
նշանակում եք, կեցեք։ Ավետյան, քո ստեղծագործական ուղու ընթացքում տարեց տարի քո ընտանիքը մեծացել։ Մի գաղտնիք բացեմ, դա գաղտնիք չէ, ուղղակի մի փոքրիկ հատված այն խոսակցությունից, որ ընդամենը 1-1.5 ժամ առաջ ունեցա Լուսինե Մկրտչյանի հետ միասին։ Բնականաբար խոսակցության թեման Աննան էր։ Ես Աննային առաջի անգամ տեսել եմ, ծանոթացել եմ նրա հետ, հիշում ես Աննա ջան, Մասունք ազգագրական ելքի բարի մենահամերգի օրերին։ Բայց այն ժամանակ ես Աննայի հետ այդքան չէի շփվել։ Ընդամենը բարև, ինչպես ես։ Եվ երբ մենք խոսում էինք Լուսինեի հետ, Լուսինեն մի այսպիսի արտահայտություն արեց։ Ասեց, եթե ամբողջ հանրապետությունում կան 2 հոգի, ովքեր ում իրավամբ կարող ես կոչել արագահաս եւ արեհաս օգնական, նրանցից մեկը Աննան է։ Մարդ, ով երբեք չի նայում, կվճարեն, թե չեն վճարի։ Ինչքան կվճարեն, շատ, թե քիչ։ Մարդ, ով նվիրյալ է եւ իր արվեստը, իր մշակույթը միայն ծառայեցնում է իր ժողովրդին։ Եկեք եւս մեկ անգամ, այս անգամ ծափարենք Աննա Հովհաննիսյան մարդուն, ով իրավամբ ունի մեծ ընտանիք եւ վայելում է իր ընտանիքի հարգանքը։ Աննա ջան, քեզանից ենք բամբասում։ Այս խմբի, որ պիտի ներկայացնեմ, իրանց հետ ծանոթացել եմ ավելի շուտ այն ժամանակ դեռ իրենց ղեկավարների հետ, Լուսինե եւ Հայապի հետ ծանոթացել եմ հենց Արցախի ճանապարհին, այնտեղ ենք ծանոթացել, ճանաչել ենք, ինչքան իրար նման ենք մտածում, ինչքան հայ ենք ու փաստորեն միասին անելիք ունենք։ Եվ հիմա մեծ սիրով ուզում եմ ներկայացնել Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ազգագրական երկու բարի համույթին իմ ընկերներին Լուսինեին եւ Հայապին մեծ դպրոց ա եղել իմ համար ազգային երաժշտության ու իրենք ինձ համար առաջի հերթին ընկեր են, ուսուցիչ են, հետո արդեն մնացածը։ Ընտրեմ համեցեք։ Մասունք ավանդական երկի բարի համույթ։ Գեղարվեստական ղեկավարներ Լուսինե Մկրտչյան եւ Հայապի Անանյան։ Կարտալա բուրդ գզվելու երկ եւ վերջում թավիկ գցելու պար։ Բացեմ շատ փոքր գաղտնիք երկար ընդմիջումից հետո այսօր առաջ անգամ բեմի վրա իրանց հանդիպել եմ ու պիտի իրանց հետ նվագեմ։
Աննա ջան, այստեղ հավաքված բոլորը քո ընտանիքի անդամները իսկապես քեզ սիրում եւ գնահատում են։ Լավ բան էր ասում, ավելի բարձր։ Ամեն ընտանիք Աննայի պես հուսալի անգամ թող ունենա։ Ես հենց մասունք ընտանիքի համար կարող եմ ասել, որ իսկապես այն հուսալի եւ վստահելի մարդկանցից, որ ամեն վարքյան կարող ես դիմել ու իմանալ, որ Աննան քո կողքին է։ Շնորհակալություն Աննա ջան։ Մեր ճանապարհն անցնելու համար։ Գաղափարի ինքն որը շատ քիչ կա այսօր, որ մարդը քեզ հետ գաղափարին համար միշտ կողքին է։ Ձեր իմաստիկն են, դուք եք ինքնի իմաստիկ։ Կրկին ու կրկին մեր բոլորի կապերը Ռուբի Կարոյանի անվան Մասում կավանդական երկի բարի համույթ։ Սիրելիներս կամաց մոտենում է այն պահը, երբ պետք է ձեր դատին հանձնվի մեր սիրելի Աննա Հովհաննիսյանի հերթական տեսահոլովակը։ Ես կուզենամ մի փոքր պատմել, ինչպես ստեղծվեց նախ ձայնագրության միտքը, դա 2020 թվականի ամռանն էր, երբ որ բոլորս հարկադրված տանն էին, ու մենք ընկերներով այդպես հավաքվել էինք, որպեսզի մի բան անենք, որպեսզի գիշերը հանգիստ մեր ծնողները կարողանան քնել, որովհետև բոլորին հայտնի է, եթե երաժիշտը չի նվագում, ինքը կարող է շատ ավելի նյարդային դառնալ ու ավելի շատ սկսում ենք վնաս տալ ու կատակով, այսպես ասած մեր մեջ։ Մեր ծնողները գիտեն կատակով թե չէ։ Ու այդպես մի օր հավաքվել էինք մեր տանը, կեսօր էր, բայց լույսերը գնաց։ Ինչ անենք, բերեցինք տան եղած չեղած մոմերը վառեցինք ու այդ պահին բոլորիս մտքով հենց այս երգը անցավ, անկախ մեզանից։ Նվագեցինք, ու ոնց որ թե լավ էր ստացվում ու որոշեցինք, որ պետք է նաև ձայնագրվի։ Տեսահոլովակի համար մի քիչ ավելի ուշ մտահղացումը առաջացավ, երբ որ 1 տարի առաջ նորից այս բեմում էինք, արդեն Նարեկացու հետ միասին առաջի ձայնասկավորակի շնորհանդեսն էինք անում։ Ես երբ որ ուսումնասիրում էի սերնդի պատմությունը, պարզվեց, որ մենք շատ քիչ արխիվային նյութեր ունենք, որ կարող ենք մեր եկող սերունդներին ցույց տալ, ինչպես է նվագում հայկական սերունդը, ինչ նվագացանք ունի։ Եվ ես իմ առաջ նպատակ դրեցի այն երգերը, որոնք որ ես ինձ հոգեհարազատ եմ համարում, ձայնագրել, տեսագրել մեր համար, մեր երեխաների համար, մեր հայ ազգի համար, որպեսզի ապացուցենք, որ Կոմիտասը իզուր չի սերունդը բերել Մասիսից այն կողմ այս կողմ։ Ու ձայնասկավառակի բոլոր ստեղծագործությունները հերթով դառնում են տեսահոլովակ։ Սա հերթական տեսահոլովակն էր, որի միտքը հղացել էր 1 տարի առաջ, ում հետ զրուցել եմ այսօր այստեղ չի, բայց իրական ջկանչի մեր Տիգրանին, էլի մասունքցի, Տիգրանը ասեց մեր մահերի մասին, մահերի հետ ծանոթացանք ու շարունակությունը կպատմի արդեն ինքը։ Ամառային մի գեղեցիկ օր էր։ Այսպես են չէ սկսում ընդհանրապես։ Կարոտախտի մեջ էի, գազելի։ Սևանից վերադառնում էի Երևան։ Զանգ հեռախոսի, անծանոթ համարից։ Բարև մհեր, բարև։ Ում հետ եմ խոսում, Աննայի, մի խոսքով։ Աննա ջան, Եվ Աննան ինձ ներկայացրեց իր ցանկությունը։ Լսում եմ Աննային և մտածում եմ ինչպես մերժեմ նրան, որ հանկարծ չնեղանա։ Որտեղ ինձ սպասվում էր մի մեծ
միջոցառումների շարք։ Լուսինեն այստեղ է, ինքը ինձ հետ համաձայն կլինի, որ բակային ճամբարները դա ահավոր գլխացավանք են, ջրած հաճելի գլխացավանք, և մեզ սպասվում էր բակային ճամբարների մեծ շարք, և ես ամբողջ օրը ուղեղս աշխատում էր այդ ուղղությամբ, որպես ծրագրերի պատասխանատուի։ Եվ մտածում եմ, Աստվածի վախր, ես Աննային շատ եմ սիրում, ինչպես մերժեմ, որ չնեղացնեմ իրեն, ես գաղտնիք Աննա ջան, բացում եմ։ Մտածում եմ, վերջեր ասեցի, լավ Աննա ջան, գտա ձևը մերժելու։ Մի հատ ուղարկիր ստեղծագործությունը լսեմ, որ պաստիրի ցավար։ Պայմանավորվեցինք նորից կապվել իրար հետ, երբ ես կլսեմ ձայնագրությունը։ 10 րոպե չերացել, երբ ինձ ուղարկեց Աննան ձայնագրությունը, միացրեցի ականջակալներով լսում եմ ու սկսում եմ այստեղ կարելի այսենց մի բան անել, ու մտածում եմ, էլի ավարտվեց ձայնագրությունը, ասում եմ, այս են տղեն էր, որ 10 րոպե առաջ որոշել էր մերժել, այս տեսակի ստեղծագործության հետ գործ ունենալը ոչ թե մերժելու, այլ երջանկանալու բան է։ Ու այդպես սկսվեց մեր համատեղ աշխատանքային ուղին, որը առաջին հեռախոսազանգից մինչև ավարտ ընդամենը 2 ամիս տևեց։ Նկարահանումները, սիրելիներս, տևել են ընդամենը 2 օր։ 2 օր, առավոտից մինչև երեկո, Երբ քննարկում էինք Աննայի հետ սցենարը, ես ընդհանրապես սովորություն ունեմ, որ ես ինքս պետք է սցենարը գրեմ, եթե իմն լինելու ռեժիսորը։ Ես չեմ կարող աշխատել այդ սցենարով։ Տարբեր գաղափարներ եկավ, սկսած ամենասովորականից, հայուին նստած օրորոց առաջ, օրորում է, իր ընտանիքը եւ այլն, բայց իմ մտքին լրիվ ուրիշ բան էր։ Ես ուզեցի, որ այս հոլովակում գլխավոր հերոսուին եւ ընդհանրապես հերոսը լինի Աննան։ Եվ առաջարկեցի Աննային, որ հոլովակը լինի իր մեկ օրը։ Իր հույզերը, իր երազանքները, իր առօրյան, իր մանկավարժական գործողությունը, իր ընկերները, իր ընտանիքը, բոլորը լուսաբացից մինչև ուշ երեկո։ Եվ Աննայի մոտ հավանություն գտավ այդ գաղափարը։ Իհարկե, բոլորս ենք հուզվում, որտեղ տեսահոլովակի կներեք այսօր տարահունչ բառի համար ֆորմատը մի քիչ այլ է։ Այն ավելի շատ համապատասխանում է խաղարկային վավերագրությանը։ Մենք ուղղակի վավերագրել ենք Աննայի մեկ օրը։ Եվ այդ մեկ օրվա մեջ դրել ենք իր նախասիրությունները, իր երազանքները, իր անուշները, իր ցանկությունները, իր մտերիմներին։ Ասեմ, որ տեսահոլովակում հրաշալի մարդկանց հետ մենք ծանոթացանք այդ աշխատանքների ընթացքում։ Ուզում եմ ներկայացնել մեր շատ սիրելի Ծովիկ Ոսկանյանին, ժողովրդական վարպետ, թաղիկագործ, մանկավարժ։ Ժողովրդական վարպետ, ասեղնագործ, Այդա Բալյան։ Ցավոք սրտի Կարենը այստեղ չի այդ պահին, ցավոք սրտի մենք մեր ստեղծագործական խմբում բացականներ ունենք, բայց ես ուզում եմ ողջունել Կարեն Մուկայյանին, ազգային նվագարանների հմուտ վարպետին։ Թագուհի Սիմոնյան, Ուջանցի նվիրյալ արվեստագետ։
Եվ նրա սիրելի մայրիկին Տիկինեմային։ Ցավոք սրտի ես այդ ստորի մացա, որ իրենց ընտանիքում դժբախտություն է պատահել, այդ պատճառով իրանք այստեղ չեն։ Մեծ սիրով ուզում եմ ներկայացնել այս հրաշալի ստեղծագործությունը ծնողներին, Թավջութակարուի Լիլիթ Խաչուցին և Միքայել Ղուլյանին։ Միքայել ջան, կներես ազգարում եք այդպես է չսովրեցի, էլ մեկը։ Շնորհակալություն ձայնագրող օպերատոր Սերգեյ Գասպարյանին և իհարկե մեր պարգևին, ով իսկապես պարգև է մեզ համար։ Տեսահոլովակի օպերատորին, մոնտաժողին, ում հետ ես իսկապես մեծ սիրով աշխատեցի։ Ամեն ընտանիք ունի իր պահապան հրեշտակը։ Մենք էլ ունեինք մեր պահապան հրեշտակը։ Հասմիկ Մարտիրոսյանին, ով ամեն վարկյան մեզ հետ է։ Եվ իհարկե, մեր ճգնաղ Գոհար Գասպարյանին, ովքեր ամեն ինչ արեցին, իրենց ամբողջ սերը փոխանցեցին մեզ, որպեսզի այս ամեն ինչը իրականություն դառնա։ Շնորհակալություն ձեզ սիրելիներս, շնորհակալություն քեզ սիրելի Աննա, շնորհակալ եմ այս գեղեցիկ հնարավորությունը բոլորիս ընձեռելու համար։ Պատրաստ ենք դիտել հոլովակը։ Դե Աննա Հովանեսյան, օրորոցային։
կուզենամ պատմել, ինչպես ծանոթացան այն մարդկանց հետ, ում դուք հանդիպեցիք տեսահոլովակում։ Երբ որ մհերի հետ սկսեցի դիսվել գաղափարներով ու ասցի օրորոցային, բայց ոչ այն մեր ավանդական իմացած օրորոցային, այսինքն երբ որ մայրը միայն նստած է օրորում է բալիկին, այլ օրորոցայինը որպես հաղորդագրություն, պատգամ ինձանից որպես ապագա մայր, թե ինչ կուզենամ փոխանցել որպես հայքի։ Ու այդ ժամանակ ընկերոջ զանգ կատարվեց ընկեր Լուսինեին, ասի ընկեր Լուսինե ջան, մենք ինչ մոռացված կանացի արվեստներ ունենք եւ իր կողմից հուշումը, թաղիքագործություն, ասեղնագործություն, այնտեղ նաեւ հանդիպեցինք Տիկինեմայի եւ Տիկինեմայի ձեռքին իլիկ, որը բերված էր մոքից 200 տարվա իլիկ էր, մենք դա հենց այդ պահին իմացանք։ Տիկին Ցողիկի միջոցով, Տիկին Ցողիկի հետ ծանոթացել եմ ընդհանուր ծանոթների միջոցով Աննա Արշակյան, իրեն Լուսինե հուշում են, ճիշտ հուշում են անում Լուսինե Արշակյանի միջոցով, երբ որ ասի փնտրում եմ թաղիքագործ, որը ապրում է Երևանում։ Ու անմիջապես իր կոնտակտները տվեցին, Facebook-ում իրեն գտա, արագ արձագանքեց ու ես արագ զանգեցի իրեն։ Մենք մի քանի րոպե ենք շփվել, կարծես ես ինքն վաղուց ճանաչեի ինքը ինձ ու ես զգացի, որ չէ պետք է անեմ, քանի որ առաջի ձեռքը Տիկին Շողիկի միջոցով մեկնվեց։ Հաջորդը ասեղնագործության համար այնտեղ ցուցադրված կտեսնեք Աննյա ասեղնագործության կենտրոնի աշխատանքները, երբ որ դիմեցի իմ լավ ընկեր Անին Անավերդյան, ինքը ասեց, քանի որ ինչ այլոց էստեղ է ինքը, խնդրեմ նորաթոք մայրիկ է, և տանից երկար բացակայելու հարցը ունի, ինքը ծանոթացվեց Տիկին Այդայի հետ, մեր հերոս Տիկին Այդյան, մեր հադրուցի ավագ ընկեր Տիկին Այդան, որը առանց մտորելու, առանց ծանր թեթևանելու առաջի պահից իմ կողքին եղավ, Էջմիածնից 2 անգամ եկավ հասավ, առաջինը նկարահանումների համար, երկրորդը ծանոթության համար։ Եվ մենք շատ արագ կարողացանք հասկանալ, պատկերացնել, ինչ ենք ուզում ստանալ։ Ես գաղտնիք ասեմ, մեր նկարահանման անդամներից միայն Հասմիկին ու Մհերին եմ ճանաչել, մնացած բոլորի հետ ծանոթացել ենք հենց այդ պրոյեկտի ժամանակ, բայց հենց մի քանի րոպե հետո կարծես մենք մի ընտանիք լինենք Մհերի ասած։ Ու ես շատ շնորհակալ եմ, որ այդ 2 օրը միջայլոց թաքուն է եղել իմ ընտանիքից այդ նկարահանումների 2 օրը։ Մի քիչ չեմ ասի սնոտիապաշտ եմ դարձել, բայց մտածում եմ գործ անել, հետո դրա մասին խոսել։ Այդպես 2 օր բուռն նկարահանումներից հետո, երբ որ Մհերին առաջարկ եղավ տեսահոլովակը, արդեն այսպիսի ձևաչափով ներկայացնելու, սկսեցինք մտածել ու ես շատ շնորհակալ եմ բոլորին, հատ առ հատ, ներկաների և այն մարդիկ, ովքեր որ ցանկացան ներկա գտնվել, բայց հարգելի պատճառներով մեզ հետ չեն, նրանց նույնպես շնորհակալ եմ ու հուսով եմ, որ ինչ-որ կարևոր գործ կարողացա անել։ Իրականում ինքը շատ անակնկալ է ես ամեն ինչը և Աննայի զանգը։ Ես էլ պատահաբար նստած էի գեղեցիկ վայրում և զանգը կատարում, Աննան չեմ ճանաչում, ընդհանրապես ինձ կերել է միայն իր ձայնը և խոսքը։ Մի անգամից եմ համաձայնվել, առանց ինչ-որ բաներ մտածելու, չգիտեի ինչա լինելու ընդհանրապես։ Որոշել ենք օրը,
ժամը ու այդպես մեկ օրում ստացվել է, բայց անչափ ուրախ եմ, որ նման ճակատագիրը երբեմն շատ հետաքրքիր խաղեր է խաղում եւ անչափ ուրախ եմ ճակատագրին նման հանդիպման համար եւ նման մարդու հետ ծանոթանալու համար։ Ու նաև շնորհակալ եմ ձեզ, Աննայի ծնողներին, որ նման հայեցի գեղեցկու եք դաստիարակել մեր հայացքի համար, ապրեք դուք։ Շնորհակալ եմ ձեզ։ Շատ կարևոր գործ է անում, կարծում եմ դեռ շարունակել է այս ամենը։ Բարի երեկո բոլորին, առաջին շնորհավորում եմ քեզ, իսկապես շատ լավ գործ ես արել։ Մեր թիմի անունից, ամբողջ թիմի անունից շնորհավորում եմ ու կարծում եմ, որ Աննան կարևոր գործ է արել ոչ միայն այն առումով, որ այսպիսի լավ կոլորացային է ներկայացրել, որի տակ գիտեմ նոր իմ երեխան գնեց, այլ նաև այն առումով, որ ավանդական մշակույթի տարբեր ճյուղեր կարողացել է հավուր պատշաճի ներկայացնել և ներգրավել է վարպետների, որոնք իսկապես ամեն ինչ անում են, որ ավանդական մշակույթը մտնի նորից մեր կենցաղ, տարածվի և սիրվի հանրության կողմից։ Աննայդեն շնորհավոր և շնորհակալություն օգտել աշխատանքին։ Տիկին այդար, ամեցիկ։ Շնորհավորում եմ նախ Աննա ջան, հսկայական գործ ես արել, ես կարճ կխոսեմ։ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից տեղահանվելուց հետո շատ քիչ հուսավոր օրեր եղան իմ կյանքում, ու Աննան այդ հուսավոր պահերից մեկն էր, ում ես հանդիպեցի իմ կյանքի ճանապարհին, որի համար ես շնորհակալ եմ մեր սիրելի տնօրեն Անիին, եթե Անին չուղղորդեր ինձ, ես Աննայի հետ չէի ծանոթանա, ու իմ կյանքում ևս մի վառ էջ չէր լինի։ Ներեցեք։ Դե ինձ սիրելիներս, իրականություն դարձավ մեր երազանքը, Աննայի երազանքը, նկարահանվեց տեսահոլովակը, հանձնվեց ձեր դատին և մենք այսօր բոլորս երջանիկ ենք, բոլորս երջանիկ ենք, որ նախ միասին ենք, մի ընտանիք ենք, բոլորս երջանիկ ենք, որ մեր կողքին ապրում է մի հրաշալի անձնավորություն, մեր սիրելի Աննան։ Երջանիկ ենք, որ ապրում ենք մեր երկրում, որ կարող ենք ազատ ստեղծագործել, ազատ ապրել։ Աննա ջան, ևս մեկ անգամ, մեր ջերմ շնորհավորանքները քեզ։ Կարծում եմ հենց այսօր երեկոյան YouTube հարթակում արդեն կհայտնվի տեսահոլովակը։ Արդեն հայտնվել է։ Եվ իզատ ժամանակ կարող եք կրկին ըմբոշխնել այդ հրաշալի ստեղծագործությունը Աննա Հովհաննիսյանի կատարմամբ։ Շնորհակալություն, որ միասին ենք։ Աստված օրհնի բոլորիս։ Աստված օրհնի Հայաստանը։ Նույնիսկ գնամ ամենասկիզբ արմատներս շնորհակալություն ինձ համար շնորհակալ եմ, որ իրենցից ժառանգել եմ այն բոլոր հատկանիշները, որոնք կյանքի տարբեր փուլերում ես ինքս իր մեջ բացահայտում եմ և կարծում եմ դեռ շատ գանձեր կան թաքնված, նրանցից գեներով փոխանցված։ Ու կփորձեմ հնարավորության չափով, իմ հնարավորության չափով կիսվել այն շնորհով, այն ինչ որ տրված է ի վերուստ Աստծո կողմից։ Դա իմ պարտքն է, ինչպես որ զինվորի սահմանին
լինել այստեղ փորձիքը իմ ձեռքին։ Շնորհակալ եմ։